Անտառամուտի գյուղամիջում կառուցված ակումբի շենքում արդեն մի քանի տարի է տեղակայված է գյուղապետարանը։ Շենքը 1936 թվականի կառույց է կողմինդրեմ աշխված տանիքով, որը վերանորոգման խիստ կարիք ունի։ Բարձրադրվող հասարակական աշխատանքներ ծրագրով շենքի մի սենյակը նորոգվել է։ Վերանորոգման ավելի ճիշտ վերակառուցման կարիք ունի նաև Անտառամուտի հայփոստի բաժանմունքը, որն այժմ տեղակայված է Փայտյա փոքր տնակում։ Գյուղի 71 թոշակառուների ու հայփոստի այս բաժանմունքի աշխատանքային պայմանների բարելավման նպատակով գյուղապետարանը նոր տարածք է հատկացրել։ Հայփոստի աշխատակիցն ու գյուղի թոշակառուներն էլ անհամբեր սպասում են նոր շենքի շինարարությանը, քանի որ այստեղ ձմռանը սաստիկ ցրտեր են լինում, սենյակն էլ գրեթե չի ջեռուցվում։ Սպասում ենք, որովհետև արդեն կադաստրով, գյուղապետարանով արված է, գործն արված է, եւ ընթացքի մեջ է կառուցեն։ Հույսով սպասում ենք, լավ բան ենք սպասում։ Իսկ Եղեգնուտ համայնքում մի քանի օր առաջ ավարտվել է միջհամայնքային նշանակության ճանապարհի խճապատումը։ Շուրջ 3 կիլոմետր ճանապարհն արդեն անցանելի է, բացի այդ նաև լուծվել է ճանապարհի ջրահեռացման խնդիրը։ 2 ամիս տևած շինարարությունը ֆինանսավորվել է պետական բյուջեից։ Գյուղացիները պատմում են, որ մինչ ճանապարհի վերանորոգումը մեքենաները դժվարությամբ էին հասնում գյուղ, հիմա այն անցանելի է, գյուղի հրապարակն էլ ասֆալտապատվել է։ Այս ճանապարհից օգտվում են նաև Դսեղ, Դեպետ եւ Չկալով համայնքները, քանի որ նշված գյուղերի համար գործող ավտոբուսները երթևեկում են այս ճանապարհով։ Մարզերի համաչափ զարգացման ծրագրի 3-րդ հրատապի միջոցներից ճանապարհի բարեկարգման համար հատկացվել է շուրջ 25 միլիոն դրամ։ Ծրագրին 10%-ի չափով էլ ներդրում է կատարել համայնքը։ Այժմ Եղեգնուտի գլխավոր խնդիրը մնում է խմելու ջրի ներքին ցանցի արդիականացման հարցը։ 80 թվականի հին խողովակներ են, պետք է պոլիէթիլենային խողովակներով փոխարինվի։ Ծրագիրը կա, կառավարության կա, որոշումը երևի։ Դեպետ գյուղը 945 բնակիչ ունի։ Գյուղի հիմնախնդիրն էլ գյուղամիջյան ճանապարհներն են, սակայն համայնքի ընդամենը 14 միլիոն դրամ կազմող բյուջեի միջոցներով հնարավոր չի լուծել այս խնդիրը։ Համայնքի միջոցներով գյուղապետարանում հազիվ կարողանում են մանկապարտեզի պահպանման ծախսերը հոգալ։ Ներկայում այստեղ 17 երեխա է հաճախում։ Դեպետ գյուղում այժմ ընթացքի մեջ են շինարարական աշխատանքները։ Counterpart միջազգային կազմակերպության միջոցներով արդեն ավարտվել է գյուղի հանդիսությունների դահլիճի վերանորոգումը, այժմ էլ բարեկարգվում է հանդիսությունների դահլիճի բակը։ Գյուղապետարանի համայնքի ներդրմամբ կառուցվում է այս առաջին հարկում հանդիսությունների կենտրոն։ Իսկ դրսի մասը բարեկարգման աշխատանքները կատարվում է համայնքի ներդրումների աշխատուժի շինանյութերի հաշվին։ Միխայլովկայի գյուղապետ Լևոն Գյուլբարյանը գյուղը ղեկավարում է 1991 թվականից, հերթական թիմ մարմինների ընտրություններին 320 ընտրող է մասնակցել, 319 կողմ եւ 1 դեմ ձայներով գործող գյուղապետը կրկին համայնքի ղեկավար է ընտրվել։ Գյուղի քառամյա զարգացման ծրագրում գյուղապետն ու համայնքի ավականին ներառել են դպրոցի վերանորոգման եւ միջհամայնքային ճանապարհների ասֆալտապատման հարցը։ 2013 թվականին այստեղ սպասում են նաև խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգմանը։ Պետական բյուջեի միջոցներով վերջերս Միխայլովկայի դպրոցի ջրագծի անցկացման համար 5 միլիոն դրամ է հատկացվել։ Արձագանքելով մարզպետի եւ տարածքային կառավարման նախարարի պահանջներին վերջերս գյուղում կարողացել են հարկերի հավաքագրման ցուցանիշը հասցնել 90%-ի, պահանջված շեմը հաղթահարված է, իսկ գյուղում սպասում են ներդրումների։ Հիմնականում ջրի ներքին ցանցը պետք է վերանորոգվի։ Եվ 13 թվականի համար մեր նախագահ հանրապետության Սերժ Սարգսյանը ծրագրով խոսք են տվել, որ համայնքում միջհամայնքի ճանապարհները ասֆալտապատ։ Հոգավանից մինչև Վրաստանի Դմանիսի վարչական շրջան հեռավորությունը ուղիղ գծով կազմում է 2 կիլոմետր։ Սահմանային անցակետի հարևանությամբ ապրող բնակիչները դժգոհում են առաջին հերթին վատ ճանապարհներից։ Ասում են Տաշիր քաղաքից մինչև Գոգավան տաքսիների գները գնալով բարձրանում են, հենց ճանապարհների պատճառով։ Գյուղում նաև դպրոց չկա։ Մինչև 4-րդ դասարանի գոգավանցի 5 աշակերտները սովորում են տեղում, իսկ մյուսներին մեքենայով տեղափոխում են Ձորամուտի միջնակարգ դպրոց։ Նախկինում Գոգավանում 35 տնտեսություն կար, հիմա մնացել են 10 ընտանիք։ Գյուղում առկա է նաև ջեռուցման խնդիր, գազը Գոգավան դեռ չի հասել, իսկ գյուղացիները հույս ունեն, որ մաքսակետի արդիականացման հետ կլուծվի նաև իրենց գազի խնդիրը։ Մինչ այդ առանձնատները գոգավանցիները ջեռուցում են էլեկտրականությամբ ու փայտով, որի գինը վատ ճանապարհների պատճառով այստեղ ավելի բարձր է, քան հարևան գյուղերում։ Մեքենաներ աշխատում է, ասենք ճանապարհի հարցերն էլի, գնում ենք ռայոն, տաքսիները չեն բերում, որ ճանապարհ չկա, մեքենաս քանդում ենք էսենը 1500 դրամ փող ենք տալիս, գալիս ենք հասնում ենք, առաջ 1000-ով ենք գալիս, հիմա 1500-ից պակաս չեն բերում։ Այդ խնդիրները։ Եթերում Մարզպետանի ժամն է, շարունակում ենք թողարկումը։ Մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում տեղադրվել են փողոցների անվանումները կրող վահանակներ։ Սա հիշյալ քաղաքների համար կարևորագույն խնդիր էր, իսկ լուծումը լուրջ ֆինանսական ներդրումներ էր պահանջում, որը սակայն քաղաքապետարները չունեին։
Վաննետ ինտերնետ մատակարարը իր գործունեության ընթացքում քաղաքացիների հետ շփումների ժամանակ բազմիցս առնչվել էր խնդրին եւ նպատակ դրել դրան լուծում տալ։ Սկզբում առաջարկությունը ներկայացրեց Վանաձորի քաղաքապետին, հետո Սպիտակի։ Վերջիններից կողմից ողջունելի էր նախաձեռնությունը։ Այսօր արդեն նշված քաղաքներում տեղադրված են փողոցների անվանումները կրող ցուցանակները։ Եթե Վանաձոր եւ Սպիտակ քաղաքներում ընկերությունը փողոցների անվանումները կրող վահանակները տեղադրեց, երբ արդեն հայտնի էր իր բիզնես գործունեությամբ, ապա Ալավերդի քաղաքն այս առումով տարբերվում է։ Օպտիկամանրաթելային կապուղու ինտերնետ մատակարարն այստեղ դեռևս չի սկսել իր բիզնես գործունեությունը, բայց արդեն հանդես է եկել զբոսաշրջության առումով լուրջ ծրագրեր ու հեռանկարներ ունեցող քաղաքի համար կարևոր ներդրումով։ Փողոցների նշագրումը իրոք առաջի անգամ երկու լեզվով է, հայերեն եւ անգլերեն, ինչը հնարավորություն է տալիս նաեւ արտերկրի ժամանած հյուրերին համապատասխան տեղեկատվություն ստանալ իրենց գտնվելու մասին եւ իրենց մարշրուտին համապատասխան տեղաշարժվելուն էլի օգնում է այդ հանգամանքը։ Վերջին տարիներին բազմաթիվ փողոցներ վերանվանվել են եւ նոր, ավելի հայեցի անուններ ստացել, որոնք քչերը գիտեին, կողմնորոշող ցուցանակներ էլ չկային։ Այս հանգամանքն ավելի է կարևորում փողոցների անվանական ցուցանակների տեղադրումը ոչ միայն զբոսաշրջիկների, այլև տեղաբնակների համար։ Հեշտացել է նաեւ շտաբ բուժօգնության, տաքսի եւ այլ ծառայությունների գործունեությունը։ Քաղաքում ինչ էլ որ կառուցվում է, ինչ էլ ավելանում է, մենք ուրախանում ենք։ Կարծալով իմանում է, լավ բան են արել։ Օրինակ հարցնում են այս փողոցը որնային է, ոչ մեկից չենք իմանում։ Ճիշտ է մենք քաղաքին ծանոթ ենք, բայց դե մարդ կա որ դրսից է գալիս։ Իրանց էլ չէ պետք։ Շատ գովելի դրական բան։ Գործն արվել է Լոռու մարզի գլխավոր քաղաքներում, բնակիչների բարօրության, մարզի զարգացման, ինչու՞ չէ նաև քաղաքը այս առումով պատշաճ տեսքի բերելու նպատակով։ Նարինե Մաթևոսյան, Սուրեն Գալստյան, Մարզպետարանի ժամ։ Մոտավորապես 5-6 ամսական այս կենդանին, որ կարմիր գրքում գրանցված ազնվացեղ եղջերուի ձակ է, արդեն 6 օր է Ջանոյանների ընտանիքի հոգացության տակ է գտնվում։ Գայլերի կամ որսորդների ձեռքից մազապուրծ այս կենդանուն Ալավերդի քաղաքի Սարհարթ թաղամասի 3-րդ զանգվածի 5-րդ շենքի բակիչների ձեռքից վրեժը հազիվ խլում է ու իր տուն տանում։ Վիրավոր կենդանուն նախ բնակարանում համապատասխան բուժօգնություն է ցույց տալիս, ապա նոր տեղափոխում խորդանոց։ Մեղ գայլը կենդանի է հիմա Իմ տեղը լուբոյն ելներ կբռներ սենց կպայրել, ինչ տարբերություն։ Ես եմ բռնել, դա ուրիշ մարդ բռնել։ Հա սաղն էլ ասում եմ, որ էսի չկա այս կենթաները վերացրել են, դա համար էլ մեղ կայլի թող ապրեն։ Մեծահոգի ու բարեսիրտ այս մարդու թեթև ձեռքով կենդանին ապաքինվում է ու կերակրի բաժին չի դառնում։ Ամեն օր նա խնամում ու գուրգուրում է այս ազնվացեղ կենդանուն, որի թե հայացքը, թե ձայնը մարդու երեխայի են հիշեցնում։ Ինչ որ անտառում կա, տերևներ, բան, խոտ մոտ։ Ազնվացեղ եղջերուի հետագա ճակատագրով անհանգստացած վրեժը որոշում է դիմել մարզպետարանի բնապահպանության բաժին, կենդանուն անվտանգ ու ապահով միջավայր վերադարձնելու հարցում աջակցություն ակնկալելով։ Այսօր արդեն բնապահպանության նախարարության մարզպետարանի համապատասխան բաժնի ոստիկանության ու անտարտնտեսության ներկայացուցիչներ եկել են ազնվացեղ եղջերուի հետևից։ Վրեժի կատարած քայլը բացառիկ է եւ գնահատանքի արժանի։ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ նման դեպքի ականատեսը երբևէ չեն եղել։ Առաջ անգամ նման դեպք մեզ հանդիպում, որ բնակիչը այսպիսի ազնվորեն մեզ ահազանգել է այսօր առավոտյան, որ շփոթված վիճակում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում բազմաբնակարան շենքի բակում եղնիկ, ցանկություն է հայտնել, որպեսզի տրամադրի մեզ եղնիկը հետ վերադարձնենք բնություն։ Անմիջապես կազմել ենք աշխատանքային խումբ։ Կենդանին իր խնամակալի գրկում նստած մեքենայով տեղափոխվեց անտառ ու հիմա նա իր հարազատներին է փնտրում։ Սա մի հատ ազնիվ քայլ էր մեր քաղաքացու կողմից։ Ուղղակի խնդրենք նայա, ասենք մեր ազգաբնակչությանը, որ հոգատար լինեն, նման քաղաքացու նման վարվեն, ոչ թե ինչ որ հրացանը վերցեն գնան որսեն, փառկասու, ասենք քարի դարում չենք, ուտելիքը շատ կա եւ չարժե ինչ որ 2 կիլո միս խաթեր ոչնչացնել մեր կենթանական աշխարհը։ Աստված ոնց ասում մեր բաստողած կենթանու հետ լինի։ Հուսանք 99%-ով, որ ինքը կփրկվի եւ հուսանք, որ ասենք մի տարի հետո իր երկրորդ կեսին կգտնի եւ իր ձակուկի հետ կհանդիպենք։
Լոռու մարզպետանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրճյանն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում էներգետիկ ճգնաժամով պայմանավորված անտառները նոսրացել են, իսկ կենդանիները նվազել։ Արտակ Դեմիրճյանն ասում է, որ լավ կլիներ, եթե վերականգնվեին խորհրդային տարիներին գործող ավանդույթները, վայրի կենդանիների պահպանության համար համապատասխան աշխատանքներ էին իրականացվում, աղ խոտ էր տրվում ձմռանը, իսկ հիմա այդ ամենը վերացել է հազվագյուտ կենդանիների նման։ Կարելի ասել մեր անտառների մարգարիտն է, ամենասիրուն ու շքեղ կենդանին է ու երեխայի նման ոնց որ ինքին պաշտպանել չի կարող։ Նրա համար ասենք մարդու վերաբերմունքը թե ասենք գայլերից պահելու, թե ասենք վայրենացած շներից, թե ասենք երկու ոտանի գազանից պահելու խնդիր ունենք։ Մարզային մի քանի կառույցներից կազմված աշխատանքային խումբը կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն վերջում փաստի առնչությամբ կազմեց արձանագրություն, որը հաստատվեց ներկաների ստորագրությամբ։ Արմանուշ Նիազյան, Արմեն Հովսեփյան, Մարզպետարանի ժամ։ Սա մեր վերջին տեղեկատվությունն է, եթերում Լոռու մարզպետանի տեղեկատվության հասարակայնության հետ կապերի բաժնի մարզպետանի ժամ հաղորդումներ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։